Ողջույն սիրելի ռադիո լսողներ եւ ռադիոդիտողներ, Tech Hire հաղորդաշարն է Գործարար ռադիոյի եթերում։ Ես Սարգիսն եմ Կարապետյան, առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տնօրեն առաջին խոսափողի մոտ եւ երկրորդ խոսափողի մոտ իմ հյուրն է Makicyan Consulting ընկերության ներկայացուցիչ Հարութ Գրիգորյանը։ Ողջույն Հարութ։ Ողջույն Սարգիս։ Այսօր Հարութի հետ խոսելու ենք Hosbit նախագծի մասին եւ ընդհանրապես Makicyan Consulting-ի գործունեության մասին։ Շատ հետաքրքիր գործունեություն են ծավալում, ինչպես գիտեք, տեխնոլոգիաները արդեն դուրս են գալիս առանձին ճյուղ լինելուց եւ տարածվում են տնտեսության բոլոր ճյուղերում։ Hosbit նախագիծը խնդիր է լուծում մեր բժշկական ոլորտի համար։ Հարութ, մի երկու բառով կպատմեք, թե ինչով է զբաղվում Makicyan Consulting-ը եւ ինչ է Hosbit-ը։ Իհարկե, Makicyan Consulting-ը ինքը արդեն շուրջ 12 տարի է զբաղվում բիզնես ավտոմատացմամբ։ Կոնկրետ մեր պրոդուկտները արդեն գոյություն ունեն ավելի քան 4 տարի։ Մինչև այդ պատմությունը եղել է այնպես, որ ավտոմատացրել ենք ու կարողացել ենք հասցնել հաջողությունների այն բիզնեսներին, որոնք որ ունեցել են ինչ-որ ներքին process-ներ, այդ process-ները մեկը մյուսին կապելով ու համակցելով, ոնց որ փորձը տարավ նրան, որ այս տարիների ընթացքում հասկացանք, որ կարանք արդեն ունենանք մեր սեփական պրոդուկտները, որոնք ինչ որտեղ նաև կաշխատեն մեր փոխարեն։ Ու դրանցից մեկը հենց Hosbit-ն է։ Hosbit-ը ինքը ոնց որ բավականին լավ պատմության վրա է ձևավորվել։ Պատմությունը հենց մերն է եղել, ոնց որ մենք բոլորս էլ ինչ որ X ժամանակը մենք գնում ենք հիվանդանոց, առնչվում ենք այդ հերթերի հետ, խնդիրների հետ, թղթաբանության հետ, որ միշտ ձանձրացնում է, ոնց որ ընթացքի կեսից չես հասկանում դու եկել ես հիվանդանոց, թե եկել ես, օրինակ, չգիտեմ, բանկ։ Այսինքն process-ը այնքան է խախտվել, որ քեզ թվում է նույն տեղում ես։ Ու ոնց որ սկզբից փորձեցինք նայել բուժառուի տեսանկյունից, հիվանդի տեսանկյունից հասկանալու համար ոնց կարելի է այս process-ը ինչ որ չափ համակարգել, հա, այսինքն այդ հերթերը, թղթաբանությունը, որ այդքան թուղթերդ չֆռաս, անկետան գտնել եւ այլն, ու բանը տարավ նրան, որ պետք է ունենալ էլեկտրոնային քարտ, որտեղ որ կպավեր ամբողջ ինֆորմացիան, որտեղ այդ ընթացքում էլ հիվանդանոցներում ուղղակի կատաստրոֆիկ վիճակ է, որ թղթերը գտնել, իդենտիֆիկացնել եւ այլն, դու ես, դու չես, քո թղթերն ես եկե վերցնում, քոնը չի եւ այլն։ Ու դրան զուգահեռ նաեւ սկսեցինք այս process-ին նայել նաեւ բժշկի տեսանկյունից։ Այսինքն շահը որն է այս պարագայում հիվանդանոցի։ Ինչով ենք մենք բարելավելու բժշկի կյանքը։ Ու ոնց որ այդ փորձի հիման վրա, երբ որ դե բնականաբար մեզանից ոչ մեկ բժիշկ չէր, բժշկությունից ոչ մի բան չէինք հասկանում, ու այդ process-ի ժամանակ բանը տանավ նրան, որ հասկացանք բժիշկները ինչքան ավելորդ գործողություն չեն սիրում։ Այսինքն յուրաքանչյուր, չգիտեմ, համակարգ հետ աշխատելուց ավելորդ click, scroll, այդ ուղղակի իրանց հունից հանում է։ Հարութ, իսկ վստահ եմ մրցակիցներին ուսումնասիրել եք, շուկայում կան մրցակիցներ, կա նաև ընդհանուր համակարգ, Armed, մի փոքր այդ տեսանկյունից կպատմեք, Armed-ին դուք փոխարինում եք, թե Armed-ի վրա եք ավելացնում ինչ-որ բաներ, այլ մրցակիցներից ինչով եք առավել։ Armed-ին բնականաբար ոնց որ քանի որ ինքը միասնական հարթակ է, դեռևս չեն կարող փոխարինել ու ինձ թվում է չի լինի հիմա փոխարինել, Armed-ի հետ համակցված ենք ու այն ամբողջ տվյալները, որոնք որ վերաբերվում է տվյալ բուժառուին, մենք ոնց որ Armed-ի միջոցով բեռնում ենք այդ ինֆորմացիան ու այդ ինֆորմացիայի հիման վրա ստեղծում ենք էլեկտրոնային քարտը մեր հարթակում։ Տարբերությունը մեր ու արկա պրոդուկտների շուկայում մենք doctor friendly ենք ու այդ մեր key
volume-ն է այսօր, որ կարողացել ենք այս ժամանակահատվածում ստանալ ու տրամադրել մինենց product մեր գործընկերներին, մեր բժիշկներին, որ իրանք մեզ պիտակավորեցին այս վերջին շրջանում որպես doctor friendly համակարգ, ու այդ իրականում շատ մեծ արժեք էր մեր համար, որ կարողանում ենք նաև դա հենց շեշտել ի առավելություն մեր մրցակիցների։ Այսինքն դուք ավելի լավ եք հասկացել բժշկի խնդիրները այդ կառավարման հետ կապված եւ ավելի լավ եք լուծում բժշկի խնդիրները, բժիշկները ձեզ սիրում են։ Հա, բժիշկները մեզ ոնց որ ի տարբերություն այդ տարածված բարի IT-շնիկների, հա, ոնց որ մեզ ավելի շատ են սկսել սիրել։ Իսկ որտեղից է գալիս այդ բանը, էլի։ Ես գիտեմ, որ ձեր ճանապարհը հենց տեխնոլոգիական ճանապարհ չի, մի երկու բառով կպատմեք դուք։ Մեր ճանապարհը, հա, իմ ճանապարհը։ Հա։ Իմ ճանապարհը տեխնոլոգիական ճանապարհ չի եղել ի սկզբանե։ Ես մոտ 5 տարի առաջ սկսել եմ ուսումնասիրել հենց ոնց որ UX UI-ը ընկերներիս խորհրդով, ուսումնասիրելուց հետո, երբ որ սկսեցի արդեն աշխատել, հասկացա, որ էլի ինչ-որ բան եմ ուզում ուսումնասիրեմ, ինչ-որ նոր ոլորտ, նոր փորձ եւ այլն, ու հենց երևի թե ամենաշատը research-ի փուլը ինձ դրթում էր նրան, որ պետք է ավելի խորը գնալ, ավելի խորը սկսել ուսումնասիրել, մարդկանց հետ կոմունիկացիան, խնդիրները լսելը, խնդիրը փորձել վերլուծել ու ինչ-որ արդի լուծում տալ այդ խնդրի համար, տարավ նրան, որ արդեն արժի նաև մուտք գործել տեխնոլոգիական ոլորտ։ Ու արդեն առնչվել արկա պրոդուկտների հետ, համեմատականներ տանել, ստանալ մինենց պրոդուկտ, որը եթե օրինակ հա մրցակիցը չի հաջողել կամ մրցակցի արկա պրոդուկտի մոտ էս ինչ կտորը ինչ որ չափ մինուս է, սենց չնայել այդ մինուսին ու հասկանալ, որ վերջես մինուս է, էլ չենք անդրադառնում այս կտորին, չայլ վերցնել, բարելավել ու այդ մինուսը դարձնել պլյուս։ Ու միշտ պետքա տենց անես, ինձ թվում է, եթե ինչ որ մեկի մոտ ինչ որ բան չի հաջողել, հենք չընդունես դա, դու էլ փորձես։ Շատ լավ, այսինքն հասկանում ենք, որ միայն տեխնոլոգիական լուծումը ինքնին բավարար չի, պետք է թիմում ունենալ մարդիկ, ովքեր շատ լավ հասկանում են հաճախորդներին, նրանց խնդիրները, կարողանում են դրանք ձևակերպել ճարտարագետների համար ու փաստացի տեխնոլոգիան պետք է լուծի խնդիրը, ոչ թե ինքնին լինի տենց ինչ որ պուպուշ տեխնոլոգի, հա։ Հայաստանում քանի հիվանդանոց կա։ Հայաստանում մեզ հավաստի ինֆորմացիայի շուրջ հավաքագրված կա մոտավորապես գործող 720 հիվանդանոց։ Քանիսն են հիմա հոսպիտ օգտագործում։ Թիվ չեմ կարող այս պայծրությամբ նշեմ, հա, որովհետև տվյալ կազմակերպություններից ոմանց հետ դեռ բանակցությունների մեջ ենք, ոմանք արդեն իսկ օգտագործում են։ Հիմնական օգտագործողներից Միքայելյան ինստիտուտականն է, Վիգմորը, Վիգմորի կլինիկան, մի խոսքով։ Իսկ ինչ որ հետաքրքիր դեպքի շարժան դեպք կա ձեր պլատֆորմի օգտագործման հետ կապված։ Ինչ են ասում բժիշկները, էլի։ Մեր պլատֆորմի հիմնական մեր համար հետաքրքիր ֆակտորը այն էր, որ բավականին ժամանակ արդեն մենք պրոդուկտը ծրագրավորել, զարգացրել էինք ու ոնց որ հասցրել էինք ինչ որ X կետի, որ ոնց որ բժիշկը արդեն լիովին աշխատում էր համակարգով ու երբ որ եկանք հասանք այն կտորին, որ պետք է անցնենք ադմինիստրատիվ հատվածին, հաշվապահություն եւ այլն, մենք հասկացանք, որ այս պրոդուկտը մենք լրիվ ստեղծել ենք միայն բժիշկների համար ու մոռացել ենք այն մարդկանց, ովքեր զբաղվում են հաշվապահությամբ, ադմինիստրացիայով, ղեկավարմամբ ու սկսեցինք ոնց որ իրանց հետ էլ զուգահեռ աշխատել, որ կարողանանք այդ կտորն էլ բերենք հասցնենք իր ոնց որ իդեալական մոդուլին։ Այսինքն կառավարման ցիկլը ամբողջությամբ փակում եք։ Հա։
հիվանդ, բժիշկ, աշխատողություն եւ այլն։ Շատ լավ։ Արդ մենք քիչ առաջ զրուցում էինք, իմացա, որ ինչ որ կոնֆերանս եք կազմակերպում, երկու բառով կասեք, ինչ կոնֆերանս է, երբ է։ Ապրիլի 26-ին ժամը 2-ին Elite Plaza-ում կազմակերպվում է Health Tech by Be Automated, որը լինելու է առողջապահության թվային ապագայի մասին, որտեղ ներկային լինելու մեր բոլոր գործընկերները գործընկերների հետ հավաքվելու ենք ու քննարկենք այն թեման, որը որ այսօր լավ թափով առաջագնում ու այդ արհեստական բանականությունն է բժշկության մեջ, այսինքն բժիշկների մեծ մասը ունի վախ, մտավախություն, ու ինձ թվում է յուրաքանչյուր մեկը այսօր իր ոլորտում ունի մտավախություն, որ արհեստական բանականությունը փոխարինելու է իրեն իր մասնագիտությունը, բայց ես օրինակ եթե դիտարկեմ որպես UX UI դիզայներ, okay, արհեստական բանականությունը փոխարինում է իմ մասնագիտությունը, բայց չի փոխարինում մարդկային ֆակտորը։ Այսինքն ինչքան էլ որ մասնագիտությունը փոխարինելի է, դեռևս մարդկային ֆակտորը փոխարինելի չի։ Ինչի նկատի ունեք մարդկային ֆակտոր ասելով։ Մարդկային ֆակտոր, այսինքն դու կարաս արհեստական բանականության միջոցով ստանաս պրոդուկտ, լավ պրոդուկտ, վատ պրոդուկտ, միջին որակի պրոդուկտ, բայց արդյոք այդ պրոդուկտը ինքը քո հաճախորդին կամ մարդուն էմոցիոնալ դաշտում արդյոք կապում, արդյոք դու ճիշտ ես հասկանում իր pain point-ը, արդյոք կարելի է այդ ցավոտ հատվածին ճիշտ մոտիկանաս ու ճիշտ լուծում տաս։ Այդ ամեն ինչը դու կարաս որպես մասնագետ հասկանաս ու փոխանցես արհեստական բանականությանը, բայց արդյոք ինքը այդ նույն էմոցիան քեզ հետ կտա։ Այսինքն ճիշտ եմ հասկանում, որ ամեն դեպքում մարդա պետք, որպեսզի մարդուն հասկանա եւ արհեստական բանականությունը հանձնարարի պրոդուկտը տանել են կողմ, ինչ որ պետք է։ Բնականաբար կապը միշտ պետք է լինի։ Իսկ կոնֆերանսը բաց է, ցանկացած մարդ կարող է այցելել, մի հատ էլ օրը ապրիլի 26 ապրիլի 26-ին ժամը 2-ին հատկապես բժիշկների համար խորհուրդ եմ տալիս այցելել եւ տեխնոլոգիական այն մարդկանց համար, ովքեր հետաքրված են բժշկական ոլորտի տեխնոլոգիաներով, համեցեք Elite Plaza ապրիլի 26-ին մուտքը ազատ է փաստորեն, մուտքը ազատ է, համեցեք։ Իսկ կան ինչ որ արդեն խոսնակներ, թեմաներ, երկու բառով կարող դրա մասին խոսենք։ Դե մենք համագործակցում ենք MedMeet-ի հետ, շուտով նաև հոկտեմբերին տեղի ունենալիք MedMeet-ին էլ ենք մասնակցելու, պլյուս մենք համագործակցում ենք Early One-ի հետ, Early One-ի մեր խոսնակն է լինելու Նատալին, համագործակցում ենք դոկտոր Յանի հետ, դոկտոր Յանից լինելու է Իրինան որպես խոսնակ։ Բոլորը ԱՏԶՄ անդամներ են, ԱՏԶՄ անդամներով համախմբվում եք, էսա միության լավ կողմերից միավորվել, միասին ինչ-որ ինդուստրիայում խնդիր լուծել, շատ ուրախ եմ լսել, որ նման համագործակցություններ է լինելու։ Այվազյան Վահեն, Այվազյան and Partners կազմակերպությունից, Green Data-ից Գրիգորը։ Շատ բարի, շատ հետաքրքիր, ես ինքս հաճույքով կայցելեմ, հասկանամ բժշկական ոլորտում ինչ է կատարվում։ Իմացա, որ նաև ապրիլի 7-ին ձեր կազմակերպությունը նշում էր իր 12-ամյակը, մի երկու բառով կպատմեք, ինչպես է սկսել եւ ինչ հաջողություններ կան հիմա։ Սկիզբը բավականին դժվար ու հետաքրքիր է դրվել 2014 թվականի ապրիլի 7-ին ստեղծվել է մեր տնօրենի կողմից Գրիգորի Մակիչյան, իդեպ հենց ապրիլի 7-ին իր ծնունդն էլ է, ոնց որ իր ծնունդի օրվա արդիվ ստեղծվել է նաև կազմակերպությունը,
որով հենց ի սկզբանե զբաղվել է ինքը ու արդեն սկսելով զարգացնել, ճանապարհը ավելի ընդլայնել։ Քանի աշխատակից ունի Մակիչյան Consulting-ը։ Այս պահի դրությամբ Մակիչյան Consulting-ում կան 20+ ավել աշխատակիցներ։ Ճարտարագետները, տեխնոլոգիական մարդիկ քանի հոգի են։ Ընդհանուր տեսակ ուրեմն ունենք առանձին մի քանի թեմեր, որոնք զբաղվում են կոնկրետ product-ի զարգացմամբ, ու ամեն թմում ունենք մոտ 5-ից 6 մասնակից, ովքեր հենց բուն ծրագրավորողներ են։ Այսինքն ունենք front-end, back-end, QA, PM, բոլորը կան, ճարտարապետներ ունենք։ Շատ բարի, մի քիչ ավել խորանանք հոսպիտի մեջ, հա։ Այն նշեցիք, որ մենք շատ լավ ենք հասկանում բժշկի խնդիրները։ Մի մակարդակ ավելի խորանանք բժշկի խնդիրների մեջ։ Ինչպեսին է բժշկի օրը առանց հոսպիտի եւ ինչպեսին եք դարձնում դուք օրը հոսպիտով։ Okay, ինձ թվում է ամենասկզբից պատկերացնենք բժշկի օրը առանց հոսպիտ ու առհասարակ սկսենք պատկերացնել բժշկի օրը առանց ավտոմատացման։ Բժիշկը ինչով է զբաղվում, հա, երբ որ դու մտնում ես որևիցե բժշկի մոտ, ինքը արդեն ինչ-որ թղթաբանություններով է զբաղվում։ Ինչ-որ թղթեր իրար հետ համեմատելով, նախկինները գտնելով, նորերի հետ համեմատելով, ինչ-որ հարց պատասխաններով, որտեղից, ոնց, ինչ բուժում է ստացել, որն է եղել ախտորոշումը։ Այս պարագայում, երբ որ բժիշկը առնչվում է թղթաբանության հետ ու ուղիղ հարցում է անում բուժարուից, հավանականությունը արդյոք բուժարուն ճիշտ կպատասխանի կամ բժիշկը ճիշտ հարցադրումը կանի, պատասխանը ճիշտ կստանա, շատ քիչ է։ Այսինքն եղել է դեպք, երբ որ բուժարուի տվյալները այդ պայդրությամբ զուգահեռ 3 տարբեր տեղերում լրացվել է, 3 տարբեր տեղերում պահվել է ու մի հիվանդանոցի մեջ։ Այսինքն բուժարուն շատ հաճախ ճիշտ չի հիշում կամ ճիշտ չի ներկայացնում, թե ինչով է անցել։ Հա, ինչի միջով է անցել, որ եկել է այսօր ստեղ կամ ինչեր ունի անցած։ Իսկ ինչպես է բժիշկը այդ խնդիրը լուծում։ Զուտ թղթերը հավաքագրելով ու իդենտիֆիկացնելով։ Ու պլյուս այդ ամեն ինչը ձեռագիր գրելով, մուտք անելով, գնացել ես, չգիտեմ, ինչ որ X բժշկի մոտ, բարձվել է ունես ինչ որ X հատված ռենտգեն անելու։ Բժիշկը ձեռով այդ ամեն ինչը գրում է, հա, ախտորոշումը, ուղեգրումը, որ բժիշկը դրանով պետք է զբաղվի։ Թուղթը տալիս է, հետո բացատրում է մի հատ սենց գնացեք, աջ թեքվեք, իջեք ստեղ, հերթում կանգնեք, սպասեք, բժիշկը ռենտգենի դուրս է գալիս, գոռում է, այս ինչ մարդով է, որ եկել է, այս ինչ հատվածի ռենտգենի համար։ Այսինքն ստեղ նաև էս ցիկլի մեջ խախտվում է բժշկական գաղտնիության հետ։ Դա ռենտգենի բժիշկը որտեղից է իմանում, որ դե նախորդ թուղթը տանում ես, փոխանցում ես, հետո արդեն հավաքագրում են, ռենտգենը պատրաստ է լինում, գոռում են դուրս են գալի, այս ինչ մարդը գա ռենտգենի համար եւ այլն։ Այսինքն այդ ցիկլը, որը որ նաև պետք է ապահովի տվյալ բուժարուի բժշկական գաղտնիությունը, բժշկի բժշկական գաղտնիությունը, այդ գաղտնիությունը ցիկլից դուրս է մնում։ Իսկ երբ որ արդեն ինչ որ համակարգը դրվում է, հենց հոսպիտը դրվում է, հոսպիտի շրջանակներում արդեն ոնց որ բում process-ը թղթաբանության հետ 98% կրճատվում է, չեմ ասում 98%, որովհետև այն 2%-ը միշտ արդի մնում է հիվանդության պատմագիրն ու էպիկրիզը, այդ միշտ ոնց որ sense մենք սիրում ենք, որ վերջում մի բան պիտի ունենանք, հետներս տանենք։ Հիվանդության պատմագիրն ու էպիկրիզը ինքը միշտ արդի մնում է, իսկ մնացած ամբողջ process-ը արդեն անցնում է համակարգին։ Համակարգ, որ մուտք է գործվում, արդեն ամբողջ տվյալները երևում են, այսինքն նախկին ախտորոշումներ, նախկին անցած բուժում, բուժման պլան եւ այլն, ամբողջը միանգամից կա, այսինքն հավելյալ իդենտիֆիկացման կարիքներ չկան։ Համեմատելու արդյոք էս այդ մարդն է թե չէ ճիշտ է ասում, ճիշտ չի ասում։ Իսկ եթե բուժարուն միջև այդ այլ հիվանդանոց է այցելել, այլ բժշկի հետ է շփվել, ենթադրենք չի հավանել, հետո եկել է այստեղ, որտեղ մյուս հիվանդանոցում չկար հոսպիտ,
այս մյուս հիվանդանոցում կա։ Այդ հարցը ոնց է լուծում։ Այդ հարցը պատկերացրել ենք ոնց պետք է լուծենք այս բայի դրությամբ, ինքը շատ լավ լուծում է իրականում, մենք այս լուծման հետ դրսում ենք առնչվել, երկրից դուրս, երբ որ բուժարուն ուներ ուղակի քարանիշ մի հատ իդենտիֆիկատոր, որ այդ համարի միջոցով ինքը մուտք էր գործում հիվանդանոց ու վերջ։ Իրան հավելել ոչ մի գործողություն պետք չէր, թե իրան, թե բժշկին։ Ու այդ գալիս էր նրանում, որ ամբողջ բուժ հաստատություններում կար դրված մեկ ընդհանուր համակարգ, որը ամբողջությամբ process-ը ապահովում էր։ Նույնպես բայց մենք ունենք արդեն ներդրված Արմեդ։ Հա։ Ինչնախ տարբերությունը։ Արմեդի միջոցով process-ները ամբողջությամբ կառավարելի են, թե չէ, այս բայի դրությամբ չեմ կարող ասեմ։ Թե այդ իդենտիֆիկացիան, հիմա ասիկ, որ դրսում ինչ որ երկրում տեսել եք այդ որ միասնական համակարգ կա եւ քարանիշ կոդով կարողանում են իդենտիֆիկացնեն ու ըստ երևույթին մյուս հիվանդանոցի ինֆորմացիան այս հիվանդանոցում տեսնում են։ Հիմա մենք էլ ունենք միասնական համակարգ, չէ՞։ Ինչի մեր մոտ դա խնդիր է։ Մշակման կարիք կա բավականին շատ, խի, որովհետեւ թվեցի, որ մուտք են գործում հիվանդանոց ուղղակի ասելով իրանց ունիկալ համարը, որը քարանիշ ենթադրենք ինչ որ X թիվ է, դրա իման վրա բացվում է իրանց այցը, իրանք գնում են։ Իսկն ես իմ հեռախոսի միջոցով, իմ application-ի միջոցով կարամ այց գրանցեմ ինչ որ միտեղ, ինչ որ X հիվանդանոցում, գնամ դուրս չգա, մեկ այլ հիվանդանոց մտնեմ, ես արդեն այս process-ի մեջ ինֆոն հավաքագրեցի, ինֆորմացիան ու փոխանցեցի այն հիվանդանոցին, որտեղ որ արդեն ուզում եմ գնամ։ Մեր պարագայում այդ կտորը դեռևս չկա։ Այսինքն Արմեդը թեև միասնական պլատֆորմ է, այն ինֆորմացիան, որ հավաքվում է ինչ որ հիվանդանոցում, մյուս հիվանդանոցին հասանելի չի։ Մյուս հիվանդանոցին որպես այդպիսին ինֆորմացիա զուտ հասանելի է բուժարուի անցած հետազոտություններ, ախտորոշումներ եւ այլն այս ֆորմատի ինֆորմացիա է հասանելի։ Բայց ինչն է պակասում։ Այսինքն ընդհանուր բուժման պլանը, ինչեր է արել, ինչեր է մատուցվել, ավելի խորը ինֆոն դեռևս չկա։ Իսկ պատճառը այն է, որ այդ հիվանդանոցը այդ ամեն ինչը թվային չի անում, թե պատճառը այն է, որ Արմեդը հասանելիություն չի տալիս հիվանդանոցի թվային չեն անում, թե Արմեդը ոնց որ չունի այդ հատվածը ինֆորմացիայի հավաքագրման կամ հասանելի դարձնելու process-ները դեռ այս պահին թերի են մեր կողմից, այսինքն մեր երկրում։ Իսկ կա որևէ համագործակցություն Արմեդի թիմի հետ այդ խնդիրների մասին դուք իրենց փոխանցում եք, չեք փոխանցում։ Արմեդի աշխատակիցների հետ հա ոնց որ կապ ունենք ու ոնց որ փորձում ենք թե մեր պահանջները, թե արկա խնդիրները ինչ որ ձև հավաքագրել ու ինչ որ մի ընդհանուր լուծում այդ ամբողջին տալ։ Շատ լավ, շատ լավ։ Մենք արդեն մոտենում ենք մեր եթերաժամանակի ավարտին։ Եթե մեզ դիտող բժիշկներ կան, ինչ կուզեք իրենց ասել։ Կամ հիվանդանոցների կառավարիչներ, որ ժամանակը էլ ավելի է մոտիկանում, որ անցում կատարեն ավտոմատացման, ռիսկի միշտ պետք է դիմել։ Իսկ ինչի պետք է անցնել ավտոմատացման, ինչ կտա դա նրանց։ Պրոցեսների թափանցիկություն, էլ ավելի ճշգրիտ վերահսկողություն, ու այդ ամբողջը իրական տվյալների հիման վրա։ Իսկ ֆինանսական առումով ինչ որ բան։ Ֆինանսական առումով էլ ավելի ճշգրիտ հաշվապահություն ու էլ ավելի ճշգրիտ ֆինանսական հստակ աճ։ Եթե մի բառով ասենք, արդյունավետությունը բարձրացնում ենք։ Այո։ Շատ լավ, ես միանում եմ նույնպես կոչին բոլոր բժիշկներին եւ բժշկական հաստատություններին կոչ եմ անում օգտագործել տեխնոլոգիաներ, եթե հոսպիտը հավանում եք հոսպիտ, մենք գովազդներ չենք անում, եւ ընդհանրապես ԱՏԾՄ ռազմավարական ուղղությունն է
օգնել տնտեսության բոլոր ճյուղերին թվայնացվել եւ էֆեկտիվությունը բարձրացնել, այսինքն այսպիսով օգտագործելով թվային գործիքներ, ավտոմատացնելով ձեր process-ները, ձեր կազմակերպության էֆեկտիվությունը բարձրանում է, դա նշանակում է ավելի շատ հաճախորդներ կարող եք սպասարկել, ավելի շատ գումարներ վաստակել, մի խոսքով տնտեսության հնայի վրա ավելի մեծ ազդեցություն ունենալ եւ միաժամանակ ավելի հաճելի process ապահովել ձեր հաճախորդներին։ Այսքանով ավարտենք, շնորհակալություն Հարութ ջան, շատ հետաքրքիր էր, հաջողություններ եմ մաղթում Մակիչյան Consulting-ին եւ Hospit-ին, հուսով եմ հաջորդ անգամ, երբ որ ես կարիք ունենամ որևէ հիվանդանոց հաճախելու, հնարավորություն կունենամ օգտվելու այդ ավելի ոչ բարդ process-ներից։ Ես էլ եմ շնորհակալ։ Դուք դիտում եւ լսում եք Tech Hire հաղորդաշարը, կհանդիպենք հաջորդ 5 շաբթի։